Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, եւ ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է, բայց նրա մասին մնացել է այս զրույցը։ Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը եւ նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի հողերի վրա։ Շարագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին։ Շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։ Միացրու, հիմա տես ոնց է լսվում ձայնը։ Դե, ես իմ մամա եմ կարծում։ Նա էլ Չէ, չգիտեմ, նոր ես իմանում, դավայ։